ողջույն սրբո ամեն։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Ձեզ եւ մեզ մեծ հավատից։ Սիրելի հոգևոր քույրեր եւ եղբայրներ, արժանապատիվ տերայր, սիրելի զինվորականներ, մեծ պատիվ եւ ուրախություն է ինձ համար հերթական անգամ այս տաճարում գտնվելու, ձեր մեջ գտնվելու եւ հատկապես երբ այսօր մենք տոնախմբում ենք Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցվո օծման 4-ամյակը։ Արդեն 4 տարի անցավ, երբ այս եկեղեցին կենագործում է, այս եկեղեցին գործում է եւ այս եկեղեցին երրորդությունն է բաշխում մեզանից յուրաքանչյուրին։ Երբ նոր էի նշանակվել Կանազի զինվորական հոսպիտալ, կարծես ինչ-որ իմաստով նաև իմ սրբազան հայրը, Վրդանե Սրբազանը իմ առջև խնդիր դրեց եկեղեցին պատրաստելու, որպեսզի եկեղեցին օծվի։ Գրեթե դատարկ էր ամբողջովին եկեղեցին, լցված չէր եւ ոչ մի բանով, խորանը, Սուրբ Սեղանը դրված էր արևմուտք, Սուրբ Գրիգոր Նարեկացի նկարի անմիջապես տակը, եւ երբ ես եկա մտա եւ սրբազանի հետ փոքրիկ այսպես բանավեճ ունեցանք, եթե ասեցի չպիտի պատարակ մատուցվի այս եկեղեցում, ուրեմն իմաստը որն է այս եկեղեցու օծման, եթե պիտի բացառապես ծառայի միայն մոմ վառելու նպատակին։ Այստեղ պիտի պատարակ մատուցվի եւ թույլ տուր հանեմ այս Սուրբ Սեղանը եւ այդտեղից տեղափոխեմ արևելք, որպեսզի կարողանանք Սուրբ եւ անմահ պատարակներ մատուցել, անշուշտ սրբազանի օրհնությունը տվեց առանց սրբազանի օրհնության չպիտի կարողանայինք այդ անել եւ որքան էլ որ երբեմն առաջին անգամ այս տաճար մտող մարդու համար տարօրինակ է, որ գալիս է եւ անմիջապես իր արջևը չի տեսնում Սուրբ Սեղանը, բայց այս տաճարի մեջ մեկ կամ երկու անգամ պատարակ մատուցելուց հետո մենք նույնիսկ այդ խնդրի վրա երբեք չենք էլ անդրադառնում մտքով, որ այս տաճարի մեջ փոքրիկ տարօրինակություն կա, որ Սուրբ Սեղանը գտնվում է, երբ որ գալիս ենք, մտնում ենք, այսպես շրջվում ենք, նոր արևելքն է։ Ինձ համար կարևոր էր այդ տարի, երբ պիտի օծվեր տաճարը, կարևոր էր, որ Սուրբ Սեղանը լինի արևելքում եւ այստեղ մատուցվեն Սուրբ եւ անմահ պատարակներ։ Եվ որ նաեւ հնարավորություն ստեղծվի բոլոր այն հիվանդ զինծառայողները, որոնք տարբեր խնդիրներով պայմանավորված այս զորամաս են գալիս բուժման նպատակով, իրենց կարևոր բուժումը ստանան նաեւ այս եկեղեցվո մեջ, որովհետեւ ինձ համար միակ եւ կատարյալ բժիշկը Աստված է, որից նաև ածանցվում են մնացած բոլոր բժիշկները։ Բժիշկները Աստծո ձեռքին գործիքներ են։ Եվ եթե Աստված չուզենա, որ այդ մարդու միջոցով գործի մեկ ուրիշի կյանքում բժշկելու նպատակով, այդ բժիշկը ոչինչ պիտի լինի եւ իր ձեռքերն ու իր խելքն ու իմաստությունն էլ ոչինչ պիտի լինի։ Որովհետեւ մեզ շնորհ տվող Աստված է, մեզ շնորհ պարգևող Աստված է եւ մեզ որևէ մասնագիտության մեջ կոչում շնորհողը, առաքելություն տվող Աստված է։ Ուրեմն եթե Աստված չտա մեզ այդ շնորհը եւ եթե յուրաքանչյուր բժիշկ իր վրա վերցնի այն բոլոր շնորհները, որ ունի ինքը եւ վերագրի իրեն, որ դրան հասել է ինքը, մեծավ մասամբ պիտի սխալվի եւ մի օր պիտի տապալվի Աստծո կողմից գետին։ Ուրեմն բժիշկները եւ մենք նաեւ հոգեվորականներս որպես հոգու բժիշկներ կոչված ենք Աստծո ձեռքին գործիքներ լինելու մարդկանց բժշկելու նպատակով։ Եվ այս եկեղեցին երբ օծվեց, նպատակը, որպեսզի այս եկեղեցուց բխող օրհնությունը Սուրբ Սեղանից, Տիրոջ կենարար մարմնից եւ արյունից բխող օրհնությունը բուժիչ նպատակ ունենա շատ շատերիս համար, թե հոգեվոր եւ թե մարմնավոր իմաստով։ Ես ուզում եմ մի քանի շնորհակալության եւ երախտագիտության խոսքով հանդես գալ։ Երբ ես սկսեցի եւ հետամուտ եղա Աստուծո փառքով եւ շնորհով, ես ոչինչ չեմ, ամեն ինչ Աստված է արել այստեղ։ Եվ ձեռնամուխ եղա, որ այս եկեղեցին ոտքի կանգնեցնենք եւ պատրաստենք օծման արարողության, իմ կողքին կանգնեցին շատ էր։ Շատ բարերարներ, որոնք որ հանձնարարություն ունեցան այս տաճարի համար փոքրիկ իրենց ներդրումը եւ լուման ունենալու։ Եվ ես մասնավոր կերպով չեմ ուզում անդրադառնալ բոլորին, բայց իմ խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում թե զորամասի հրամանատարությանը եւ թե
այն բարերարներին, որոնք իրենց փոքրիկ լուման ներդրեցին այս տաճարի կայացման գործում։ Իմ երախտագիտությունը, իմ օրհնությունը եւ խոնարհումս բոլորի առջեւ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք որ առաջին իսկ օրերին թեկուս եւ որքան էլ ինձ համար անհեռատես էր եւ մի փոքր անընկալելի, թե ինչպես մենք պիտի կարողանանք այստեղ պատարակ մատուցել, բայց իմ կողքին, իմ թիկունքին գտնվեցին իրենք եւ ասեցին մենք Տերայր քեզ հետ ենք եւ դու կարող ես պատարակ մատուցել։ Ռոմիկ ջան, ուզում եմ իմ խոնարհումը, շնորհակալությունը հայտնել քեզ այս ամբողջ 4 տարվա ընթացքում եւ որևէ օր չբացակայելու եւ իմ կողքին գտնվելու համար, մեր կողքին գտնվելու համար եւ քո աջակցությունը բերելու եւ քեզանից նաեւ քեզանով պայմանավորված նաեւ մեր մյուս սարկավակներին Հարություն ջան քեզ եւ այն սարկավակներին, որոնք եկան ու գնացին եւ դեռ պիտի գան ու գնան։ Նարինե ջան, Խմբավար ջան, ես ուզում եմ իմ խորին շնորհակալություն հայտնել քեզ եւ Սոֆա ջան քեզ եւ նաեւ այն մարդկանց, որոնք այս ընթացքում մշտապես եկել են եւ իրենց գեղեցիկ, ազդեցիկ երկեսողությամբ զարդարել նրանց եկեղեցին։ Ես չեմ պատկերացնում որևէ պատարակ առանց ձեր ներկայության, որովհետեւ մի տեսակ կիսատ ու մի տեսակ ոչ ամբողջական է դառնում պատարակը, եթե դուք այստեղ չեք եւ եթե երկեոնի նվագակցությունը չկա այստեղ։ Շնորհակալություն եմ հայտնում նաև ձեզ այս 4 տարվա ընթացքին ամեն անգամ ներկա լինելու եւ նվագակցելու ու երգակցելու մեզ հետ միասին։ Անշուշտ նաև իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել սիրելի հավատացյալներ ձեզ բոլորի, Տատ ջան քեզ, մասնավոր կերպով քեզ ամենաշատն եմ սիրում։ Որքան էլ որ քո վրա խոսում եմ, որքան էլ որ զայրանում եմ, երբեմն նկատողություն եմ անում, թեկուզ տարիքային տարբերությամբ ես փոքր եմ այդպիսի բան անելու համար, բայց քահանայական հանգամանքը հաշվի առնելով, բայց քեզ եմ շնորհակալ, որ այդ ամենը իմ զայրանալը, բարկանալը հաշվի չառնելով դու միշտ այստեղ ես։ Ես առանց քեզ էլ չեմ պատկերացնում այս տաճարը։ Մի օր առանց քեզ չեմ պատկերացնում այս տաճարը եւ քո գլխավորությամբ շնորհակալ եմ նաև մնացած բոլոր հավատացյալների, որ լեցնում եք այս տաճարը, որովհետև տաճարը ոչինչ չէ, քարեղեն կառույց է, եթե չկան այնտեղ աղոթող բանակ, եթե չկան այնտեղ աղոթողներ, եւ եթե դուք գալիս եք աղոթում եք եւ զգում եք այս տաճարի կարեւորությունը, զգում եք այս տաճարի շունչը, եւ դուք ձեր ներկայությամբ կենթանացնում եք, ապրեցնում եք այս տաճարը։ Շնորհակալ եմ ձեզ ամեն անգամ չբացակայելու եւ մեր քահանաներից կողքին գտնվելու համար։ Եվ առանձնակի ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հոգևոր դասին, գլուխ ունենալով զինված ուժերի հոգևոր առաջնորդը, որ միշտ իր հոգացության, սիրո եւ նվիրումի ներքո մենք մեր ծառայությունն ենք բերում զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը եւ իմաստնավորի այս զորամասին եւ այս եկեղեցուն։ Շնորհակալություն եմ հայտնում Տեր Պսակ քահանային, որ իմ ծառայության ավարտից հետո հանձնարարություն ունեցավ շարունակելու, կարող էր մեկ ու մեկ պատարակ մատուցել, երբեմն չմատուցել, երբեմն անուշադիր լինել, բայց Տեր Պսակի տեսակը ճանաչելով գիտեմ, որ ինքը կենթանացնում է այս եկեղեցին եւ շարունակում է իր քաղցրաշունչ քարոզներով ձեզ կրթել, դաստիարակել եւ ուղղորդել դեպի հավիտենական արքայություն, ինչը որ բոլորիս նպատակն է եւ մեր հոգիների փրկությունը։ Սիրելիներ, 4 տարի է, որ այս տաճարը ինձ համար շատ սիրելի է։ Ես կգնամ, կգամ, ուրիշ եկեղեցիներ կծառայեմ, տարբեր եկեղեցիներում պատարակ կմատուցեմ, այս տաճարը իմ հոգու տաճարն է։ Ես Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին շատ եմ սիրում, որտեղ այստեղ ամեն մի փոքրիկ բան մեծ ցանկությամբ եւ մեծ աղոթքով է տարուծվել, կենագործվել։ Ես ուզում եմ, որ այս տաճարը իսկապես մեզ համար ոչ միայն երկրի վրա ծառայի որպես հավաքատեղի, այլ միջոց ու պատճառ դառնա, որպեսզի մենք երկնքում բոլորս նաև Աստծո արքայության մեջ գտնվենք, այս տաճարի մեջ գտնվողներս։ Մեր կյանքը ընտրության ճանապարհ է։ Այս կյանքում ամեն ինչ ընտրությամբ է տեղի ունենում։ Նույնիսկ մեր անձնական կյանքում, երբ մենք ին պիտի ընտրենք, մենք ենք ընտրում, որոշում, ինչ չափանիշներով ենք ընտրում մեր կնոջը, մեր ընտանիքը։ Մենք երբ պիտի գնանք որևէ սուպերմարկետից առևտուր անելու, բոլորիս նախասիրությունները տարբեր են եւ մենք եթե քաղցր պիտի առնենք, մեկը սիրում է շատ
շոկոլադապատ, քաղցր, մեկը սպիտակ տեսակն է սիրում եւ դա էլ է ընտրություն։ Եվ այս կյանքն էլ ընտրություն է, ամբողջական կյանքը ընտրություն է։ Մենք անընդհատ ընտրության հնարավորության առջև ենք։ Եվ Աստված մեզ տվել է ընտրություն եւ մեզ չի բռնացել մեր ընտրության վրա։ Մեզ տվել է ազատ կյանք մեր ընտրության մեջ ճիշտ որոշում կայացնելու նպատակով։ Եվ այդ ընտրության ճիշտ որոշում կայացնելը բխում է այս լույսից, ավետարանական ճշմարտությունից։ Եվ Աստված ուզում է, որ մենք այդ ընտրությունը կատարենք այս լույսի ներքո, այս լույսի քողի ներքո, որովհետև հանկարծ ու չստացվի, որ սխալվենք եւ ուրիշ ճանապարհ որդեգրենք եւ ուրիշ ճանապարհով քայլենք։ Ուրեմն ճշմարտությունը մեկն է եւ ճշմարտությունը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսն է։ Կարող են լինել աշխարհիկ տարբեր ճշմարտություններ, բայց ամբողջ ճշմարտությունը իր մեջ ամփոփում է, պարունակում է եւ տիեզերական ճշմարտությունը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսն է։ Եվ ես ուզում եմ, որ իրապես մենք այս կյանքը ժամանակավոր, որ յուրաքանչյուրից տրված է, օգտագործենք մեր լույսին ընթരാճ գնալու, Քրիստոսին ընթരാճ գնալու, որովհետեւ չլինի այնպես, որ Քրիստոս ինչպես որ ասաց, լույսը եկավ աշխարհ, որ բայց մարդիկ խավարն ավելի սիրեցին եւ գերադասեցին։ Մենք չվազենք խավարի հետևից, այլ վազենք լույսի հետևից, վազենք իրական ճշմարտության հետևից, վազենք կենարար հացի եւ կենարար ջրի հետևից, ինչը որ այսօր ավետարանական ընթերցվածի մեջ ասում է, Հովհաննեսի ավետարանի 6-րդ գլխում ասում է. Ես եմ կյանքի հացը, ես եմ ճշմարիտ հացը, սխալվեք ուրիշ ակունքներից սնվեք, ուրիշ տեղերից չսնվեք, սնվեք ճշմարիտ հացից, որը Տիրոջ մարմինն ու արյունը, որ տվեց, որ մենք կարողանանք ապրել, առանց սրա մենք չենք կարողանալու ապրել։ Եվ եթե դուք մտածում եք որևէ մեկը, որ ձեր կյանքով, ընթացքով առանց Սուրբ Հաղորդության կարող եք փրկվել, սխալվում եք։ Եթե մարդու հոգևոր կյանքը ընդհատվում է Սուրբ Հաղորդության բացակայությամբ, մարդը չի կարող ոչնչով փրկվել, չի կարող գործերով միայն փրկվել, չի կարող միայն հավատքով փրկվել, որովհետև մեզ համար Տիրոջ կենարար մարմինն ու արյունը հավիտենական կյանք մտնելու միակ ճանապարհն է։ Եվ դրա համար Տերն ասում է. ճաշակեք ճշմարիտ հացից, ճաշակեք ինձնից, ես եմ ճշմարտության հացը, ես եմ կենաց հացը։ Եվ ով որ ուզում է գա ինձ, եւ ով որ ուզում է հավիտենական կյանք ունենա, ահա հավիտենական կյանքը սա է։ Եվ ես դրա համար ուզեցի, որ այս եկեղեցին մշտապես պատարակ մատուցի եւ առիթը տա, եթե այս եկեղեցին գետ մեկ զինվորականի, գետ մեկ բուժարուի, գետ մեկ բժշկուհու, գետ մեկ աշխատակցի սերմ է եղել իր հոգու փրկության համար եւ այդ սերմը աճել է, ուրեմն փառք Աստծո։ Ես ուրիշ ոչինչ չեմ ուզում։ Եթե մեկ հոգի անգամ փրկվել է եւ եթե մեկ հոգի անգամ եկել է, սիրել է պատարակը եւ ուզել է մնալ այս պատարակին, ուզել է Աստծով ապրել, ճանաչել է Աստծուն, այստեղ խոսված քարոզները իր սրտին դիպել է եւ ինքն էլ որոշել է, որ այլևս պիտի փոխի իր կյանքը, ազատվի մեղքից եւ այդ մեղքը իր համար չդարձնի կենցաղ ու ապրելակերպ, ուրեմն փառք Տիրոջը։ Մենք պիտի խոստովանենք, սիրելիներ, մենք պիտի խոստովանենք մեր մեղքերը, մեր մեղավոր բնությունը պիտի խոստովանենք։ Մարդիկ կան, երբ խոսում ես մեղքից ու մեղավորությունից, ասում են, ես ինչ մեղավոր, ես ինչ մեղք եմ գործում։ Արդեն իսկ նման մոտեցումը մեղավորության ընթացք է։ Եվ դրա համար, սիրելիներ, Աստված մեզ կոչում է, որպեսզի մենք իրապես ընդունենք մեր մեղավոր բնությունը, հավատանք Տիրոջը եւ քայլենք Տիրոջ շավիղներով։ Եվ դրա հնարավորությունը կա, սիրելիներ։ Անկամ այս դժվար աշխարհում, անկամ այս մեղսաշատ աշխարհում Աստված տալիս է այդ հնարավորությունը։ Եվ եթե մենք քայլում ենք Աստծո ճանապարհներով, վստահ Աստված օրհնում է, առաջնորդում է եւ մեզ նեցուկ ու հենարան է կանգնում այդ ճանապարհի մեջ։ Տիրոջ սիրո ողորմության մեջ լինեք, սիրելիներ։ Թող միշտ Աստված առաջնորդի յուրաքանչյուրին ձեր քայլերը։ Եվ երբեք այս եկեղեցու նշանակված որևէ հոգևորականի չթողնեք, որ դառնա խաղաղություն տա եւ տեսնի, որ եկեղեցում մարդ չկա։ Սա ամենացավալի իրողությունն է։ Դառնա խաղաղություն տա եւ տեսնի, որ այսպես
այնքան շատ մարդիկ են, որ նույնիսկ կանգնելու խնդիր է առաջանում։ Նույնիսկ եկեղեցին մեծացնելու խնդիր է առաջանում։ Դառնա եւ տեսնի, որ լեցուն մարդիկ իրենց թիկունքում աղոթակից են իրեն։ Իրոք սերը, ողորմությունը եւ օրհնությունը լինի ամենքիս հետ այժմ եւ ավետյանս ավիտենից։ Ամեն։ Երկուր մեզ համարձակած բարբարով բանալս բերանս մեր Դարտարս կեզ երկնավորը դայր երկեր և ասր Արքայություն և զորություն և փառք, հավիտյան